Հայաստանի Հանրապետությունում սնանկության ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սնանկության մասին օրենքով եւ ի հեճուկս տարածված այն կարծիքների, թե տվյալ ոլորտով կարգավորվող գործընթացների արդյունքում կոնկրետ կազմակերպությունները կարող են լուծարվել ֆիզիկական անձանց պարտքերը լրությամբ կարող է մարվել, օրենքը հստակ նպատակներ ունի, իմ կարծիքով երկու հավասարազոր նպատակ։ Առաջին նպատակը այն է, որ պարտապանի ֆինանսական վիճակի առողջացում ես կասեի կամ նրան եւս մեկ հնարավորություն տալու, որպեսզի նրա պարտքերի մարման միջոցով վերջինս հնարավորություն ունենա վերականգնել ֆինանսական դրությունը եւ երկրորդ նպատակը կարող ենք առանձնացնել պարտատերերի ֆինանսական վիճակի բավարարում, դա կարող է լինել պարտապանի գույքի իրանցմամբ կամ էլ վերջինիս ֆինանսական վիճակի առողջացման միջոցով, այսինքն թյուր կարծիք է կազմված, որ հենց անձը սնանկ է ճանաչում նպատակ ունենալու լրությամբ պարտքերը մարել, այնինչ նպատակը այլ է։ Հայաստանի Հանրապետության սնանկության մասին օրենքով հստակ նշված են այն պայմանները, որոնց առկայության դեպքում անձը կարող է սնանկ ճանաչել, սկզբից պետք է դիմել դատարան։ Կամավոր սնանկության պայմաններից ամենակարևորն այն է, որ անձը ունենա 2 միլիոն եւ ավել պարտավորություն եւ նրա ակտիվները նվազ լինեն իր պարտավորություններից, ինչպես նաեւ պետք է գրանցված լինի պարտքի մարման որոշակի ժամկետի ուշացումներ։ Իսկ հարկադրված սնանկությունն ինձ ենթադրում է արդեն պարտապանի կողմից պարտատերին սնանկ ճանաչելու դիմումի մուտքագրումը դատարան եւ վարույթը դատարանում հարուցում է հենց դիմումի հիման վրա եւ հենց այդ միաժամանակյա պայմանների առկայությունը գնահատելով դատարանը կարող է անձին սնանկ ճանաչել, ինչպես նաեւ ամենակարևոր պայմանը տվյալ գործով այն է, որ պետք է սնանկության կառավարիչ նշանակել, որի դերը մեծ է նմանատիպ վարույթներով։ Անձին սնանկ ճանաչելը կարելի է ասել սա նրանց համար միակ գործիքակազմն է, որովհետեւ շատ դեպքերում դատական ակտերի կատարումը անհնար է դառնում, քանի որ պարտապանը չունի գույք, որի վրա կարող է բռնագանձում տարածել կամ էլ միջև վարույթը հարուցել է հարկադիր կատարման ծառայությունում, նա արդեն իսկ իրեն պատկանող գույքը այս կամ այն ձևերով օտարել էր եւ դժվարանում է հարկադիր կատարողը բռնագանձում տարածել գույքի վրա եւ միակ ելքը շատ դեպքերում սա է, երբ պետք է անձը սնանկ ճանաչի եւ ինչպես նշեցի, սնանկության կառավարիչը մեծ դերակատարություն ունի եւ կարող է նույնիսկ անցած ժամանակահատվածի համար հարցումներ կատարելու միջոցով, որոշակի գործողություններ կատարելու միջոցով պարզել անձը ունեցել է գույք թե ոչ, օտարել է թե չի օտարել եւ հենց այդ գույքի մասով կարող է նա որպես բռնագանձման ենթակա գույք դիտարկել եւ պարտատերերի պահանջները բավարարել։ Այնինչ հարկադիր կատարողը նման իրավասություն չունի։ Ինչ վերաբերում է պարտապանների մասով, ապա վերջիններս կարող են ձերբազատվել որպես այդպիսին փակուղիից, որովհետեւ չունենալով որևիցե ակտիվներ եւ չունենալով հնարավորություն պարտքերը մարել, նրանք չեն կարողանում օրինակի համար բանկերի հետ գալ համաձայնության տոկոսների, տույժերի եւ այլ վճարների մարման կամ դադարեցման մասով, այնինչ այդ սնանկության գործընթացը իրենից նախատեսում է որոշակի վավերապայմանների առկայության դեպքում ավելորդ կուտակված գումարների կամ շարունակական բնույթ կրող գումարների դադարեցման process-ի իրենից ենթադրող դադարեցում այդ process-ի եւ ելք է ինչպես եւ պարտապանի համար, այնպես էլ պարտատերերի համար։ Այսինքն երկուսի պարագայում էլ սնանկությունը իրենից սնանկության վարույթը իրենից ենթադրում է որոշակի ելք փակուղիից։ Հիմնականում որպես իրավաբան քաղաքացիները դիմելով մեզ ուզում են ակնկալել միանգամից հրաշք որևիցե գործողություն, այսինքն միանգամից բոլոր պարտքերի ներում, իրենց պատկանող որևիցե գույքի չբռնագանձում, չօտարում, այնինչ նման process-ը իրենից ենթադրում է սնանկության վարույթը նկատի ունեմ որոշակի
գործողությունների հերթականություն։ Ամենակարևորը այն է, որ քաղաքացին, թե ֆիզիկական ազգ լինի, թե կազմակերպություն լինի, իրավաբանին ներկայացնի իրավիճակը այնպես, ինչպես որ կա, չթաքցնի իր կողմից նախորդ տարիների ընթացքում գույքի օտարման, դա լինի նվիրատվությամբ, լինի արքուվաճառքի եւ այլ պրոցեսների մասին, որովհետեւ քաղաքացին միջև սնանկ ճանաչվելը դիմում է որոշակի քայլերի, նվիրատվություն է անում, օրինակ հարազատին իրեն պատկանող գույքը, մտածելով, թե այլ կերպ նա ձերբազատվի հետագայում իր գույքի վրա բռնագանձում տարածելուց, այնինչ սնանկ ճանաչելու process-ը իրենց նախատեսում է սնանկության կառավարչի կողմից հենց այդ գործողությունների բացահայտումը եւ ինչպես նաեւ այդ գործարքների լուծմանը։ Հետևաբար պետք է լինել անկեղծ իրավաբանի հետ եւ ներկայացնել իրավիճակը այնպես ինչպես որ կա, որպեսզի մենք մարտավարություն մշակենք եւ հետագա ռիսկներից խուսափելու նպատակով կարողանանք օգնել մեր վստահորդներին եւ բացատրել իրավական առումով ինչ հետևանքներ կարող են առաջանալ, որովհետեւ սնանկ ճանաչված անձի առջեւ բացի որոշակի պարտավորություններից ձերբազատելուց առաջանում է նաեւ որոշակի իրավունքների եւ պարտականությունների ի հայտ գալ, որոնց մասին մենք պարտավոր ենք վստահորդին տեղեկացնել, որ վերջինս արդեն հասկանա ինչ process է իրանից դա ներկայացնում եւ ինչ հետևանքներ կարող են առաջացնել։ Այսինքն պետք չի գնալ եւ գույքը օտարել, նվիրատվություն անել, ձերբազատվել գույքից եւ մոտենալ փաստաբանի կամ իրավաբանի խնդրելով վերջինիս համար սնանկության process-ի կարգավորում իրականացնել։ Պետք է ունենալ որոշակի վավերապայմանների առկայություն, որի դեպքում արդեն դիմել այդ քայլին, այսինքն սա ոչ թե կանխամտածված կամ պարտքերից խուսափելու կամ այլ ձևի իրենց պարտքերը կոպիտ ասած ջրելու process է, այլ նորից եմ նշում, միակ նպատակը այն է ֆիզիկական անձին տալ հնարավորություն վերականգնել իր նախկին ֆինանսական վիճակը, քանի որ վերջինս արդեն չունենալով բավարար ակտիվներ եւ պարտքերը կուտակվելու արդյունքում ունենալով բարձր ֆինանսական ռիսկներ վերականգնելու իր ֆինանսական վիճակը ստիպված է դիմում սնանկության, այլ ոչ թե այլ նպատակներով եւ մենք միանշանակ պարտավոր ենք բացատրել եւ հասկանալ իրավիճակը նոր արդեն վարույթի նախաձեռնման հետ կապված գործողություններ իրականացնել։ Ներկայությամբ սնանկության դատարանները խեղեղված են բազմաթիվ դիմումներով, որովհետեւ շատ են հենց 2 միլիոն եւ ավել պարտավորություններ չկատարող անձանց նկատմամբ հարուցված վարույթները եւ բարձրացնելով շեմը ինչ որտեղ հնարավոր է մինչեւ 5 միլիոնը չգերազանցող որոշակի գործերի ծանրաբեռնվածության կարելի ասել շեմի թեթևացում, եթե դիտարկենք այս պարագայում հենց այդ փոփոխությունը նպատակը կարող է եւ ծանրաբեռնվածության ավելի թեթևացում դիտարկել, մյուս կողմից էլ իմ կարծիքով սա կարող է ազդել այդ անձանց իրավունքներին, քանի որ 2 միլիոնից մինչև 5 միլիոն պարտավորություն ունեցող անձիկ, որպես այդպիսին մնալու են հարցականի տակ, այսինքն նրանք կարող են ի վերջո սնանկ ճանաչվել, թե չէ, եւ տվյալ պարագայում, եթե ծանրաբեռնվածությունը թեթևանա, նաեւ դատարանների վրա ավելանալու է այլ պարտականության բարձրացում։ Ես նկատի ունեմ, որ բարեխիղճ պարտապան, անբարեխիղճ պարտապան, ինչպես նաև որոշակի հետազոտություններ իրականացնելու պարտականություն է դրվում դատարանի վրա, եւ սա որոշակի գործողությունների կատարման առաջ է դատարանին դնելու, այսինքն եթե այս պահի դրությամբ գործող օրենքով դատարանը այդ վերահսկողություն, հետազոտություններ իրականացնելու եւ որոշակի պարտավորություններ չի կատարում, այլ դա կատարում է սնանկության կառավարիչը միայն, ապա նոր նախագծով արդեն իսկ դատարանի վրա դրվել է մի շարք լիազորություններ, որոնց իրականացման համար իմ կարծիքով որոշակի
հավելյալ ժամանակահատված է պահանջվում եւ ռեսուրսներ, որը որ իմ համար կասկածելի է արդյոք մեր դատարանը դրան պատրաստ է եւ ունի այդ ռեսուրսները, օրինակի համար որոշակի հաշվապահական հաշվարկներ իրականացնելու, պարտապանի ֆինանսական վիճակը ստուգելու, նրա կողմից կատարված գործարքների բարեխղճություն, անբարեխղճություն ստուգելու հնարավորություն արդյոք դատարանը ունի, ես նկատի ունեմ ժամանակի առումով, եւ սա կարող է հանգեցնել նրան, որ սնանկության վարույթները կարող են տարիներով ձգձգվել, որովհետեւ ֆիզիկապես կարող է դատարանը չհասցնի քանակը հաշվի առնելով դիմումների, վարույթների քանակը հաշվի առնելով եւ տվյալ ընթացակարգը ապահովելու հաջորդականությամբ պայմանավորված։ Եվ ինձ թվում է սա առաջացնելու է որոշակի խնդիրներ, նաեւ իմ տեսակետից խնդիրը կարող է կայանալ նաեւ նրանով, որ ինչպես պետք է դատարանը պարզի հուսալի գործարք է, անհուսալի գործարք է, պարտապանը բարեխիղճ է, անբարեխիղճ է եւ կան արդյոք բավարար պայմաններ անձին սնանկ ճանաչելու, թե դատարանի մոտ ձևավորվում է կասկած, որի պարագայում նա չի կարող դատարան դիմաց ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը ճանաչել սնանկ։ Այս պարագայում կարող է հայացողական լինի դատարանի որոշումը իմ կարծիքով, որովհետեւ ինչքան էլ օրենքը փորձեն իդեալականին մոտեցնել, ինքը ունենալու է բացեր եւ որոշակի ժամանակ է պետք, որ պրակտիկայում կիրառվի եւ այն հասնի այն կետին, որ արդեն իսկ դատարանի մոտ ներքին համոզմունք ձևավորվի, որ ամեն դիմում, որը որ մուտքագրվել է, մանրակրկիտ, օբյեկտիվ եւ լրիվությամբ հետազոտվել է եւ նոր է անձը ճանաչվել սնանկ կամ վերջինիս դիմումը մերժվել է։ Այս սրանք գտնում եմ, որ այն խնդիրներն են, որոնք որ առաջանալու են, եթե օրենքի նախագիծը արդեն իսկ կիրառվի, իսկ ինչ վերաբերում է դրական կողմերին, ապա սա կարող ենք դիտարկել որպես անբարեխիղճ պարտապանների, ինչպես նաև այն անձիկ, ովքեր որ ցանկանում են կանխամտածված սնանկության դիմել, վերջիններիս բացահայտման գործիքակազմ, այսինքն մյուս կողմից դրական է, որ ոչ բոլոր անձիկ կարող են օգտվել այդ հնարավորությունից, այլ բացառապես հնարավորություն տրվի միայն այն անձանց, ովքեր որ ռեալ կամ իրական սնանկ ճանաչելու վավերապայմաններին համապատասխանում են։ Իսկ մյուս կողմից էլ արդեն բարձրացնելով պարտքի շեմը, բարձրացնելով պահանջները սնանկության վարույթի հարուցման հետ կապված, իրական սնանկության շեմին կանգնած անձիկ, որոշակի շեմ, արդեն իսկ կորցնում է այդ հնարավորությունը, այսինքն իմ տեսակետից եւ դրական կողմեր եւ բացասական կողմեր ամեն դեպքում կան։ Կարծում եմ, որ խնդիրներ ամեն դեպքում առաջանալու են, քանի որ դատարանները չունեն հասանելիություն բոլոր բանկային տվյալներին, արտասահմանյան հաշիվներին օրինակ եւ այլն, եւ ինչպես նշեցի, բարձելու բոլոր գործարքների իսկությունը եւ դրանց թափանցիկությունը եւ այլն իրենից պահանջում է որոշակի ժամանակ, որը որ դատարանը կարծում եմ չունի, ինչպես նաեւ հաշվարկներ իրականացնել, սա նաեւ հաշվապահական հմտություններ է պահանջում, որոշակի մասնագիտական գիտելիքներ է պահանջում, արդյոք մեր դատարանները այդ մասնագիտական գիտելիքներով արդեն իսկ բավարարված են, քանի որ այդ հաշվարկները ներկայացնելը եւ դրանց որպես այդպիսին պարզումը ժամանակահատված, ծանրաբեռնվածություն եւ ավելորդ լարվածություն կարող է առաջացնել սնանկության վարույթն իրականացնող դատավորի համար, քանի որ դատավորը պետք է արդարացի որոշում կամ վճիռ կայացնի եւ տվյալ պարագայում կասկածելով գործարքի իսկությանը կամ պարտապանի բարեխղճությանը, սա արդեն իսկ առաջացնելու է հարցականներ, ունի դատարանը բավարար համոզմունք, թե չէ, ինչպես նաեւ նորից նշեմ, որ դատարանները արդեն իսկ ծանրաբեռնված են բազմաթիվ վարույթներով եւ դրանց հետ միասին քննել նման ծավալի գործեր արդեն իսկ նոր նախագծով առաջացնելու է ավելորդ ծանրաբեռնվածություն, քանի որ դեռևս դատարաններում շարունակում են այլ վարույթով գործերի քննությունները։ Գտնում ենք, որ սա պետք է դիտարկել որպես դրական
նախագիծ միայն այն պարագայում, եթե դատավորներին հնարավորություն տալ գործով ներգրավել որոշակի մասնագետների կամ նույն դատական համակարգում ներառել տվյալ ոլորտի բավարար մասնագիտական գիտելիքներով ունակ եւ օժտված անձանց։ Դա կարող են լինել աուդիտներ, դա կարող է լինել այլ օպերատիվ հետախուզություն իրականացնող անձիկ, որոնք որ դատարանին կտան այդ ինֆորմացիան, որը վարորդով անհրաժեշտ է, այսինքն չդնել միայն դատավորի վրա բոլոր այդ պարտականությունը պարզելու, հետազոտելու, ներկայացնելու այդ հաշվարկները, այլ ունենալ նրա հետ համագործակցող այլ անձանց շրջանակ, ինչպես նաև սնանկության կառավարիչի դերակատարությունը բարձրացնել եւ նրան եւս տալ որոշակի գործողությունների կատարման ընդլայնում, այսինքն չսահմանափակել նրա գործողությունները դրանով եւ ամբողջ բեռը չդնել դատարանի վրա, միայն այս պարագայով կարող է նախագիծը տալ արդյունք, իսկ մնացած դեպքում, ինչպես նշեցի, իմ կարծիքով դեռ ունենալու ենք պատկեր, որ ավելի է բարդացնում այդպես էլ ծանրաբեռնված դատարանի իրավիճակը։ Ամփոփելով վերը նշվածները կարող եմ հորդորել եւ կոչ անել քաղաքացիներին, ֆիզիկական անձանց կազմակերպություններին նախքան սնանկության դատարան դիմելը, լինի դա կամավոր սնանկության վարույթով, թե հարկադրված սնանկության գործերով ներգրավել որպես կողմ, պարտադիր խորհրդակցել իրավաբանի հետ, ունենալ պատկերացում հետագա ռիսկերի հետ կապված, ինչպես նաեւ չդիմել որոշակի գործարքների կատարման, լինի դա սեփական գույքի օտարում, նվիրատվություն եւ այլն եւ գնալ դատարան սնանկ ճանաչելու նպատակով, այլ ունենալ պատկերացում, ինչ process է իրենից ներկայացնում, դրական ինչ կողմեր ունի եւ ինչ բացասական ռիսկեր կարող են ի հայտ գալ եւ նոր միայն դիմել այդ քայլին, քանի որ նշեցի, որ նպատակը երկուսն է։ Պարտապանների համար կարևոր է ունենալ հնարավորություն վերականգնել իրենց ֆինանսական դրությունը, որպես ֆինանսական առողջացման միջոցով կամ էլ որոշակի պարտքերի մարման, ներման միջոցով, իսկ պարտատերերի համար սա եւս մեկ հնարավորություն է պարտապանից ինչ որ չափով ստանալ պարտքերը կամ էլ վերջիններիս ֆինանսական առողջացման ծրագրի միջոցով ունենալ թեկուզ որպես այդպիսին հույս, որ կստանան իրենց պարտքերը, քանի որ հենց նպատակը սնանկ ճանաչելու դրանք են, այլ ոչ թե լուծել, մարել, ներել եւ մոռանալ պարտքերը։ Պարտքերի որպես այդպիսի մարումը սա պետք է լինի ցանկացած անձի միակ նպատակը։ Եթե ունես պարտավորություն, դու պարտավոր ես կատարել։ Եթե չունես հնարավորություն պարտավորությունները կատարելու, նոր արդեն որոշակի բավարար պայմանների առկայության դեպքում փորձել 0 էջից, 0 կետից վերսկսել ձեր ֆինանսական վիճակի բարելավումը։